Նայեք, Վասակ Սյունին արեց արարքներ, որոնք քրեա իրավական տեսանկյունից միշտ եւ բոլոր հասարակարգերում երկրագնդի ցանկացած կետում ծայրահեղ պարսավելի են։ Ընդ որում գիտեք, քրեական իրավունքում կան արարքներ, որոնք քրեորեն պատժելի են, բայց բարոյապես չեզոք կամ ընդունելի նույնիսկ։ Հիմա օրինակներ չբերեմ, բայց կա հանցագործություն, որը օբյեկտիվորեն հանցագործություն է, բայց մենք բարոյապես ասում ենք կեցե ինքը։ Օրինակ ասենք դավաճանին սպանելը, օրինակ։ Հիմա Վասակ Սյունու արարքը ոչ միայն քրեորեն էր պատժելի, այլև բարոյապես էր խիստ պարսավելի։ Այսինքն հիմա որ ինչ-որ մեկը չասի, դե հիմա ձեր 21-րդ դարի քրեական օրենսգիրքը եւ այլն, ոչ, միշտ եւ բոլոր ժամանակներում Վասակ Սյունու արարքի տիպի արարքները դրանք պատժել են։ Հիմա կարճ այն մասին, թե ինչ արեց Վասակ Սյունին եւ ինչի նա դարձավ դավաճան, միանշանակ դավաճան։ Ուրեմն, երբ որ այդ հայտնի էպիզոդի ժամանակ Վարդան Մամիկոնյանը իր բանակով գնում էր Սեբուխտի դեմ աղվանքում կռվելու, Վասակ Սյունին պետական գաղտնիք հայտնեց թշնամուն, ռազմական դրության պայմաններում պետական գաղտնիք հայտնեց թշնամուն, ասաց Վարդանը գալիս է քո դեմ։ Հիմա որովհետեւ մարդիկ պատկերացնենք հիմա մեր ասենք սպեցնազ ուզենա Լաչինը ազատագրի եւ ուղիղ կապը հաստատի Արցախի հետ, Աստված չանի, մեր մի բարձր պաշտոնյա Ադրբեջանին տեղեկացնի, որ գիտես ինչ, այս ինչ օր էս ինչ ժամին հայկական բանակը գիշերային հարձակում է իրականացնում։ Սա ոչ միայն դավաճանություն է, այլև բարոյապես խիստ պարսավելի արարք։ 1